նկարել է մի պաստառ և դրա վերնագիրը Լուսին։ Այստեղ նկարել է, որ հայ նապաստակը եկել է Լուսին և 29 օր մնացել է։ Իսկ այստեղ Լուսին եկել է ամերիկացի։ Իսկ այստեղ ես նկարել եմ լուսնի 4 տեսակները։ Լուսինը երկրի միակ բնական ազբանյակն է, այն պտտվում է երկրի շուրջ։ Լուսինը միշտ նայում է կողմ, դա կոչվում է սինունդով, պտույտ։ Եթե երկրի վրա 30 կիլոգրամ ես, լուսնի վրա կշռվես 5 կիլոգրամ։ Հիմա ես կկարդամ տիեզերանավի մասին։ Տիեզերանավը մի սարք է, որը նախատեսված է տիեզեր ճանապարհորդելու համար։ Ապրես, ջերմաստիճան, շատ լավ։ Ես է բաց։ Խոսե։ Մենք ներկայացնել ենք մի պաստառ, որի վերնագիրն է Լուսինը և լուսնի և տիեզերքի մասին։ Այժմ մենք կպատմենք լուսնի և տիեզերքի մասին։ Լուսնի վրա մեկ օրը պիտի տևում է մոտ 25 օր։ Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտ չի դրել լուսնի վրա։ Լուսինը կլոր չէ, այն նման է ձվի։ Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը։ Այժմ Միշան կպատմի տիեզերանավի մասին։ Տիեզերանավի մասին։ Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկներ, երկրի բոլոր լողափերում։ Դա առնվազն միլիարդ տրիլիոն է։ Սև կորոցները առաջանում են, երբ աստղերը պայթում են։ Հիմա մենք կարտասանենք լուսնի մասին մի ֆոտանավը։ Լուսին, լուսին, լուսերես, ինչքան լրոր ես, լույս ես տալիս գիշերով, քո վարդով հրշերով։ Այս պլակատի հեղինակներն են Վարի Բելոյան, Մարիա Հոխիկյան, Միշա Հոխիկյան, Ռաֆիկ Հարությունյան, Գոր Բիդաչյան, Գերգիշ Բորախչյան։ Սիրելի ընկեր Ավեկյան, շնորհակալ ենք ձեր հոգատարության համար։ Շնորհակալ եմ, ես էլ։ Լուսինի մասին հետաքրքիր փաստեր, ոտնահետքեր, գերերագնացները հետքերը կմնան միլիոն տարիներ, քանի որ լուսնի վրա քամի չկա։ Հեռություն լուսինի տարեկանը 8 սանտիմետրով հեռու է երկրից։ Ջերմաստիճան։ Այստեղ տատանումները կտուր են -173-ից մինչև +127։ Հետաքրքիր փաստեր։ Լուսինը ամեն տարի երկրից հեռանում է մոտ 3,8 սանտիմետրով։ Ամեն իսկն է մեզանից լուսինը գտնվում է 22,000 կիլոմետր, իսկ այսօր 400,000 կիլոմետր։ Յուպիտերը ունի 67 լուսին, Սատուրնը 12, Ուրանը 27, Նեպտունը 14, Մարսը 2, Երկիրը ընդամենը 1։ Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսին։ Ապրես։ Լուսնի վրա մեկ օրը 30 օր է։ Եթե չլիներ լուսինը, մեկ օրը կտևեր 6 ժամ։ Առաջ լուսինը մեզնից հեռու էր 22,530 կիլոմետր։ Լուսնի վրա կա աջ ուր գոյություն ունի սառույցի տեսքով։ Լուսինը երկրի միակ բնական ազբանյակն է և երկրի ամենապայծառ մարմինները գիշերվա ելույթն են։ Այն հսկայական ազդեցություն ունի մշակույթի, արվեստի և գիտության վրա, ոգեշնչելով բազմաթիվ գրական երաժշտական, օրինակ Բեթհովենի լույսի սոնատը։ Լուսնի սոնատը։ Տիեզերքի մասին։ Գիտության մեջ տարբերվում է տեսանելի տիեզերք և տեսական տիեզերք։
ցարամությունը սահմանափակ է, մեզ հասանելի է տիեզերքի լույսի ճառագայթները։ Շատ առաջ մարդիկ ասում էին, թե երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած երկիրը բացառիկ կարևորություն ունի մեր համար, բայց այն արեգակի շուրջ պտտվող ընդամենը մի փոքր մոլորակ է, իսկ արեգակը ընդամենը մեր գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից է։ Լուսինը երկրի հետ կենտրոն պտույտի մեջ է, մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը, միևնույն կողմը, այն արեգակից հետո ամենապատյառ մարմինն է երկնքում։ Այն մանրամասնի, որ նրան մակերեսիլը իրականում շատ մոտ է և արտացոլման գործիքներով մոտ է ածխին։ Այժմ մենք ներկայացրել ենք մի փաստարկ, որի վերնագիրը լուսնի և տիեզերքի մասին։ Մենք տեղեկություններ ենք գտել լուսնի և տիեզերքի մասին։ Այժմ մենք կպատմենք դրանց մասին։ Դե ինչ սկսեցինք։ Լուսնի վրա մեկ օրը միջին տևում է մոտ 29.5 օր։ Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի բան ոտ չի դրել լուսնի վրա։ Լուսինը կլոր չէ, այն նման է ձվի։ Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը։ Դե ինչ հիմա մի շատ կասի տիեզերքի մասին։ Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկներ երկրի բոլոր լողափերում։ Դա առաջանում է միլիարդ տրիլիոն էտ։ Եվ խոռոչները առաջանում են, երբ մեծ աստղերը պայթում են։ Այս պլակատի հեղինակները Մարի Մելոյան, Մարիա Հոխիկյան, Միշա Հոխիկյան, Ռաֆիկ Հարությունյան, Գոհ Մինաչյան, Մարիա Մորախչյան։ Մենք նկարել ենք կյանքի տիեզերական աղբյուրը, իսկ բնականաբար կյանքի տիեզերական աղբյուրը դա արեգակն է։ Եթե արեգակը չլիներ, չէր լինի նաև մարդկությունը։ Արեգակը մեր երկրին ամենամոտ աստղն է։ Եթե չլիներ արեգակը, մենք չենք կարող ապրել, բույսերը և կենդանիները կվերանային։ Այսպես արևի մակերևույթի ջերմաստիճանը 6000 ցելսիուս ջերմաստիճան է, իսկ նա որ կենտրոնում է 16 միլիոն։ Այսպես արևը կյանքի աղբյուր է։ Մեր երկիրը Անես պատկերել է դեղին աստղը։ Դեղին աստղը 5500 ցելսիուս է, իսկ կարմիր աստղը 2500-ից 3500 ցելսիուս, իսկ կապույտ աստղերը 30000 ցելսիուս։ Այսպես մենք նկարել Ուրիշ սպասի, ուրիշ չունենք խոսող։ երկիր մոլորակի ես էլի կարդամ երկիր մոլորակի մասին։ Սպասի։ Միակ մոլորակն է, որի վրա կա հեղուկ ջուր և կենդանի բնություն։ Ես։ Արևը մի վառվող, հրե գունդ է, նա տակացնում է երկիր մոլորակը և դրա համար երկիր մոլորակի վրա կա բոլոր պայմանները մարդկության համար։ Ուրիշ։ Այս սպասը հեղինակների մասին բոլորս ենք ասում։ Այս աշխատանքի հեղինակներն են Մարի Մելոյան, Մարիա Հոխիկյան, Միշա Հոխիկյան, Ռաֆիկ Հարությունյան, Արվիշ Բոյաչյան, Գոհ Մինաչյան և Դավիթ Արոյան։ Ապրեք, շնորհակալ եմ։ Երկրի և տիեզերքի գաղտնիքները։ Երկիրը այն մոլորակն է, որի վրա կա բոլորի 5 պայմանները՝ օդը, ջուրը, սնունդը, ջուրը և ջերմությունը։ Ծիածանը երկիր մոլորակ։ Օդում մի կամար է, որը ունի 7 գույն՝ կարմիր, նանջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն։ Անձրևը մեզ և բնության համար շատ կարևոր բան
ջուր է սովորական, որը որ ետի միջից որոշանում է և դառնում է մեկ ան։ Տիեզերքը անձարացի մի մեծ տարածություն է, որտեղ կան 8 մոլորակներ։ Արևը մեզ ամենամոտ աստղն է, այն կարվող մի գունդ է։ Երկիր։ Մեր մոլորակը շրջապատված է օդի շերտով, որը մեզ թույլ է տալիս շնչել և պաշտպանում է արևի վնասակար ճառագայթներից։ Երկինք։ Ցերեկը երկինքը սովորաբար կապույտ է, որովհետև արևը ցվրվում է օդի մեջ, արևի ճառագայթները ցվրվում են օդի մեջ։ Լուսին։ Լուսինը ինքնուրույն լույս չի արձագանքում, այլ պարզապես անդրադարձնում է արեգակի լույսը, ինչպես հալին։ Ծիածան։ Երկնքում ծիածանը լրիվ շրջանը է, բայց քանի որ մենք կանգնած ենք գետնին, տեսնում ենք նրա վերին շերտը։ Արև։ Կյանքի տիեզերական աղբյուրը արևն է, առանց արևի լույս չլինի, իսկ լույսը մարդու ապրելու նախապայմաններից մեկն է։ Մենք այստեղ պատրաստել ենք մի պաստառ, որի վերնագիրն է տիեզերքի լույսը։ Այստեղ կան արեգակնային համակարգի բոլոր մոլորակները, 8 մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Երկինք, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Այստեղ կան նաև ծիածանը, ամպը, արևը։ Մենք հիմա պատմենք նրանց մասին։ Մերկուրի արեգակի ամենամոտ և ամենափոքր մոլորակն է և վառվում է այդ արեգակի ճառագայթներից լույսից։ Վեներա արեգակնային համակարգի ամենատաք մոլորակն է, քանի որ նա գտնվում է Մերկուրի և արևի մոտ։ Որ Մոլորակ է։ Միակ մոլորակն է մեր երկրի մոլորակը, որի վրա կա եղող ջուր և կյանքային միակ մոլորակն է, որի վրա և եղող ջուր։ Մարս կոչվում է կարմիր մոլորակ և իր ժայռերի մակերևույթից պաշտպանվում է։ Ծիածան բնության գեղեցիկ երևույթ, որն առաջանում է, երբ արևի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով։ Այն բաղկացած է 7 գոյունից՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, գետագույն և մանուշակագույն։ Նրա մասին կա նաև մի խոսք, նախադասություն, որը ասում են և հիշում են նրա բոլոր գույները նրա։ Կատուն նստած դռան կողքին երազում է գերի մասին։ Արևը մի հրեկ գունդ է, նա տաքացնում է երկիր մոլորակը և ապահովում է մեզ ապահով կյանք։ Արևը մեր էներգիայի աղբյուրն է և մեր կյանքի լույսն է։ Առանց արևի կյանք չկա։ Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է, չունի ծծանքան լույս։ Ամպը բաղկացած է հազարավոր կաթիլներից։ Այն բաղկացած է հազարավոր կաթիլներից և սառցե բյուրեղներից։ Պետք է ասեմ ես։ պատմի։ Ես այս պաստառի վրա պատկերել եմ իմ երկիրը և վերնագիրը դրել եմ երկրի հրաշալիքներ։ Արևը։ Եթե արեգակը դատարկ լիներ, նրա մեջ կարող են տեղավորվել ավելի քան 1.300.000 երկիր մոլորակ։ Արեգակից դուրս եկած լույսը մինչև երկիր հասնում է մոտ 8 րոպե 20 վայրկյան։ Գիտնականները կարծում են, որ արեգակը դեռ 5 միլիարդ տարի կսկսի ապրել, գոյություն ունենալ։ Կաթիլ։ Մի փոքրիկ կաթիլի մեջ կան միլիարդավոր ջրի մոլեկուլներ։ Մեկ փոքրիկ ջրի կաթիլը մինչև մեկ, որն ընդամենը 5 գրամ է, կարող է առաջացնել ջրհեղեղ։ Անձրև։
Անձրևը բնական Անձրևը կարող է լինել շատ ուժեղ և շարունակել մի քանի օր։ Երբեմն անձրևը կարող է խառնվել կարկուտի հետ։ Շատ կենդանիներ սիրում են անձրևից հետո դուրս գալ։ Անձրևը մաքրում է օդը փոշուց։ Մեծ կաթիլները շատ բույսեր անձրևաջրով են աճում։ Մարսի հողը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ։ Երբ երկաթը օդի հետ միանում է, այն դառնում է կարմիր փոշի, որը ծածկում է մոլորակի մակերեսը։ Մարսի քաշը 642.21 միլիոն։ Աստղերը հսկայական գազից պատրաստված գնդեր են։ Աստղերը շատ տաք են։ Աստղերի ներսում տեղի է ունենում հսկայական բացյունային ռեակցիաներ։ Որոշ աստղեր ավելի մեծ են և տաք։ Լուսնի վրա մարդիկ կարող են ավելի բարձր թռչել։ Լուսինը դանդաղ է հեռանում մեր երկրից։ Ամեն տարի մոտ 3-ից 4 սանտիմետր։ Լուսնի վրա ոզնահետքերն երկար ժամանակ մնում են։ Լուսնի վրա մեքենա վարել է տիեզերագնացները։ Լուսնի վրա ընդհանուր 12 մարդ է քայլել։ Նաև կարող ես այդտեղ ավելացնել, որ լուսինը երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Ավելացրու։ Լուսինը մեր երկրի վրա միակ արբանյակն է։ Արեգակը ամենամեծ Սկսի նորից։ Արեգակն արեգակնային համակարգում կենտրոնում է, այն համարյա գունդ է, կազմված է մագնիսական դաշտերով, միացված է տաք պարուներով։ Ես այս թղթի վրա գրել եմ արևի, կաթիլի, ծիածանի մասին տեղեկություն։ Արևը պարզապես լույս աղբյուրը չէ, այն մի հսկայական եռացող գազային գունդ է, առանց որի երկրի վրա կյանք չէր լինի։ Այն այնքան հսկայական է, որ նրա մեջ կարող է տեղավորել 1 միլիոն երկիր մոլորակ։ Կաթիլ։ Ամեն մի կաթիլ կենտրոնանում է կան մի փոքրիկ գաղտնի, որպեսզի ջրի գոլորշի դառնա կաթիլ, նրան պետք է մի կոշտ հին, փոշու հատիկ, ծխի մասնիկ, աղի բյուրեղի։ Ծիածան։ Երբ արևի ճառագայթները մտնում են անձրևի կաթիլի մեջ, այն թեքում է անդրադառնում է կաթիլի և դուրս գալիս բաժանվում է 7 գույնով։ Սա նման է նրա սպիտակ լույսը բացվում ու ցույց տալիս իր բոլոր գաղտնի գույները։ Եվ ծիածանը ունի իր ոտանավորը, կատու նստած դռան կողքին երազում է կերի մասին։